Լավարտած եմ բանակ են տանում, չի ասցնում քննություն էլ տա, բանակից հետո գալի, գիտելիքը մոռացել, չի ուզում շարունակել։ Դա բթացման ծրագիր է ոչ թե։ Մենք ասենք, ինչի համար հարցեր չունենք, որովհետև ասահման հստակություն ունենք ձեր հանդեպ։ Դրա համար հարցերը ստեղ արդեն Ես նորից եմ ուզում ձեզ ասել, Ժողովուրդ ջան, հիմնական հարցը, ես գիտեք, ասենք, սովորական աշխատող ընտանիք, որը կամաց կայացնելով, տեսնելով, ասու կամով, սաղ իմ բնակավայրը գիտեն ինչից եմ սել, ու միշտ եմ ցանկացել եմ օգտակար լինել, պիտան լինել, օգնել ով ու հիմա այս վիճակով նայելով, արդեն իմ, ոնց ասեմ, ես իմ տեղը չեմ գտնում, մենք այսքան խեղճացած այս վիճակում կյանքում չեղել, միշտ հպարտ ժողովուրդ ենք եղել, ասելու բան ենք ունեցել, այսօր ասելու բան չունենք, դրա համար իմ միտքը մտա, որ գոնե մի բան կառուցեմ, իմ ազգին, ժողովրդի համար, որ Քրիստոսի արձանը, գոնե իմ ազգը, հայությունը, որ աշխարհով մեր, հպարտանա մենք աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք, գոնե դասի դա հպարտությունը, դե չէ մենք էլ ասելու բան չունենք, սա փորձել է, մենք աշխարհի առաջին քրիստոնյա, դա մեզ ճանաչում կտա, մեզ հզորություն կտա, հիմա ասենք թե մեր տարածքներում որտեղ կառուցում են, ովը ասոնքան թանկացել, հələ չենք բացել, ու ավելի է թանկանալու, եթե մի քանի միլիոն տարեկան տուրիստ կա, էլ չեն ասելու Բրազիլիա, այլասներեն Հայաստան, կոտայք, ու մի քանի միլիոն մարդ կա, այդ մարդիկ, այդ միլիոն, ասենք 10-20 միլիոն տուրիստ կա, մենակ ասենք թե Աբովյան չի գալու, Հրազդան է գալու, գնալու է Սևան է գնալու, Ջերմուկ է գնալու, այդ գումարները ժողովուրդը հարստանալու է, եթե եկավ ասենք թե 10-20 միլիոն մարդ, երբոջան դա արդեն մոտավորապես կազմում է, եթե 5,000-ով էլ հաշվեմ, չգիտեմ քանի միլիարդ հաշվում, որ ասենք թե 100 միլիարդ չասեմ, գոնե ասենք թե մեր երկրում 20 միլիարդ գումար պատավ, այդ գումարը մնալու է մեր ժողովրդին,